Ռուսաստանը լայնածավալ հարձակում է իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա, հրդեհելով բազմաբնակարան շենքեր։ Կիևի քաղաքապետի տվյալներով զոհվել է առնվազն 4 մարդ, կան վիրավորներ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Լվովում բալիստիկ հրթիռ է հարվածել ենթակառուցվածքային օբյեկտներին։ Լվովի քաղաքապետը չի բացառել, որ Լեհաստանի սահմանի մոտ կիրառվել է օրենշիկ հրթիռ։ Հունվարի 8-ի երեկոյան Կրիվոյի Ռոգը ենթարկվել է Իսկանդեր տիպի բալիստիկ հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Տեղական իշխանությունների տվյալներով վիրավորվել է 17 մարդ, այդ թվում 3 երեխա։ Վնասվել է 29 բազմաբնակարան շենք, բիզնես օբյեկտներ, տրանսպորտ եւ ենթակառուցվածքներ։ Ռուսական հրետակոծության հետևանքով զոհեր են եղել նաեւ Խերսոնում եւ մարզի այլ բնակավայրերում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աջակցում է Սենատի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման օրինագծին, սակայն հույս ունի, որ դրա կիրառման անհրաժեշտություն չլինի։ Fox News-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Ռուսաստանի տնտեսությունն արդեն ծանր վիճակում է գործող սահմանափակումների պատճառով։ Օրինագիծը նախատեսում է նաև երկրորդային պատժամիջոցներ ռուսական նավթ եւ գազ գնող երկրների նկատմամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատն ընդունել է ընդհանցակարգային բանաձև, որը կսահմանափակի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հնարավոր ռազմական գործողությունները Վենեսուելայի դեմ առանց կոնգրեսի թույլտվության։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 52 սենատոր, դեմ 47, այդ թվում մի շարք հանրապետականներ։ Հիշեցնենք, որ անցած շաբաթավերջին Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ գործողության հետևանքով Կարակասում ձերբակալվել եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները տեղափոխվել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ ՄԱԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Մայք Ուոլցը հայտարարել է, որ Մադուրոն կդատվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ վերջին 15 տարիներին ԱՄՆ ժողովրդի դեմ գործած հանցագործությունների համար։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հալեպում հրադադարի հաստատման մասին։ Տեղեկատվությունը հրապարակվել է նախարարության Telegram ալիքում։ Հրադադարն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով ժամը 3-ին եւ նպատակ ունի լիցքաթափելու իրավիճակը քաղաքում։ Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Հալեպում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի դեմոկրատական ուժերի եւ Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև, որոնց հետևանքով զոհվել էր 4 մարդ, եւս 26-ը վիրավորվել։ Բախումները կրկին սաստկացել էին հունվարի 8-ին։ Ֆրանսիան ուրբաթ օրը կքվեարկի Եվրամիության եւ Հարավամերիկյան Մերկոսուր ընդհանուր շուկայի միջև առևտրի ազատ շրջանառության համաձայնագրի ստորագրման դեմ։ Այս մասին X հարթակում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա նշել է, որ Ֆրանսիան աջակցում է միջազգային առևտրին, սակայն ԵՄ Մերկոսուր համաձայնագիրը համարվում է հնացած եւ չափազանց երկար քննարկված։ Մակրոնի խոսքով Փարիզը համաձայնագրի շրջանակում ակնկալել է 3 առանցքային զիջում՝ գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման անվտանգության հատուկ մեխանիզմ, արտադրական պայմանների փոխադարձ համահնչեցում եւ սանիտարական վերահսկողության խստացում։ Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ կշարունակի պայքարել ԵՄ-ի կողմից եվրոպացի ֆերմերների պաշտպանության վերաբերյալ ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացման համար։